Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքները։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում փաունդը ընդամենը $1.99։ Այո, փաունդը 1.99։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, մի մեդալի պատմություն է ABC հեռուստաընկերության եթերում։ Այսօր ինձ համար թերևս շատ հետաքրքիր, մի փոքր անծանոթ թեմա է, բայց կարծում եմ շատ հեռուստադիտողների այն հուզում է կհետաքրքրի եւ վստահ եմ, որ այս մի քանի րոպեների ընթացքում դուք շատ հարցերի պատասխաններ կստանաք։ Խոսքը ընտանիքի կայունության, ընտանիքների միջև տեղի ունեցած վեճերից հետո ամուսնալուծությունների, տարբեր ամուսնությունների, նաև ինչու՞ չէ, նաև ամուսնությունների մասին է թեմաներ, որոնք բավականին արդիական են այսօր։ Հիմա դուք ասեք, ինչ կապ ունի այս հաղորդումը մի մեդալի պատմության հետ։ Բանն այն է, որ երբ պատրաստում էի հերթական իմ հաղորդմանը, եղավ մի հեռախոսազանգ հեռուստադիտողի կողմից եւ ճիշտ է թեման իրականում ամուսնալուծության պատճառներ եղել, բայց ասեց ինչու՞ չեք ուզում անդրադառնալ մի մարդու, ով իր գործը շատ պրոֆեսիոնալ ձևով է կատարում, ավելորդություններ, քաշքշուկներ, վազվզոտ չկա, դա գործ է, դա բիզնեսի մի տեսակ է, որ մարդը ընտրում է իր աշխատանքը, իր գործունեությունը եւ ամեն մարդ պիտի գործը, եթե ընտրում ես, կատարես շատ բարձր մակարդակով։ Ասեց մի անձնավորություն կա, ով ապրում է Լաս Վեգասում, բայց բավականին սերտ կապերի մեջ է Կալիֆոռնիայի հետ եւ նրա արդեն 25 տարվա այս բիզնեսը բավականին ճանաչում ունի, նույնիսկ մենք TV-ներով ենք տեսել գովազդերը, ֆիլմերում ենք լսել նրա անունը։ Մի խոսքով հիմա փորձենք ավելի մանրամասն ու ավելի հետաքրքիր ձևով ներկայացնենք այն ինչ որ տեղի ունենում։ Իսկ թե ինչու մեդալ, հետո այդ հարցի պատասխանը մենք արդեն կիմանանք Սերժ Արմանիից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Vegas Document and Notary այս կազմակերպությունը ես նշեցի 25 տարվա պատմություն ունեցող ընկերություն է, իսկ 25 տարին բավականին երկար ժամանակաշրջան է կայացման փորձառություն ձեռք բերելու, անուն վաստակելու եւ այդ հեղինակությունը ունենալով նաեւ գործունեություն ծավալելու։ 25 տարի քիչ շատ է, քիչ է կայացման համար։ Նախ շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալության համար։ Այո, 25 տարին եւ երկար եւ կարճ ժամանակահատված է բիզնեսի կայացման համար։ Տարիները անցան, տարիները վազեցին ու շատ արագ, երևի դժվար է ասել քիչ է թե շատ է։ Դա տարիներ էր, որ օգնեց մեր բիզնեսի կայացման, անունի ձեռքբերման, լավ համբավ ունենալու մասին։ Ինչու հենց այս ոլորտ ընտրեցիք, այս ձևը, այս բիզնեսը ընտրեցիք, ինչ է դրդեց ձեզ։ Ասեմ, ամուսնալուծությունը դա միակ սերվիսը չի, որ մեր գրասենյակը մատուցում է մեր հաճախորդներին, մենք զբաղվում ենք փաստաթղթերի ձևակերպմամբ, նոտարական ուրիշ փաստաթղթերի նոտարացման հարցերով, բայց ամուսնալուծությունը շատ արդիական է այսօրվա օրերին, քանի որ ամուսնալուծությունների քանակը ահավոր շատացել է։
Գիտեք, ես այս հաղորդմանը պատրաստվելուց առաջ մի փոքրիկ վիճակագրական տեղեկություն փորձեցի ստանալ Google-ի միջոցով, բայց Հայաստանի հետ կապված տեղեկատվությունը հիմա ուզում եմ երկու բառով ներկայացնենք ու փորձենք համեմատել։ Օրինակ 2013-ից 23 թվականներ ընկած ժամանակաշրջանում ամուսնալուծությունների թիվը կազմել է 20%։ Միայն 23 թվականին դարձել է 28%, այսինքն ամուսնացածների 1/3-ը, ամեն երրորդը ամուսնալուծվում է։ Այս ցավալի փաստ է, բայց իրականությունը դա է։ Ինչպիսին է այստեղ ձեզ մոտ վիճակագրությունը։ Վիճակագրական թվերը մեզ մոտ տարեկան հասնում են 1000-ի, որը շատ վատ ցուցանիշ է։ Վատ ցուցանիշ նրա համար, որ 1000-ին հասնող թիվը դա մեր համայնքի հետ է կապված։ Այսինքն հիմնականում ներողություն այցելուները հայեր են ձեզ մոտ։ Հայեր եւ ռուսախոսներ։ Հայեր եւ ռուսախոսներ։ Մեր բիզնեսի հիմքում, երբ որ մենք հիմնադրեցինք մեր գրասենյակը, մեր գրասենյակի հիմնադրման իմաստը նա էր, որ օգնենք մեր համայնքի մարդկանց, հայերին եւ ռուսախոսներին տարբեր փաստաթղթեր ձևակերպելու մեջ։ Դա լինի լիազորագրեր, դա լինի նոտարական հաստատումներ, դա լինի ամուսնալուծություն եւ անգամ ամուսնություն։ Տեսեք, ես չեմ ուզում հիմա այն հեռուստադիտողային հեռախոսազանգը, որ ես ստացել եմ անուն հնչեցնել եթերից, ես հետո այդ մասին առանձին կասեմ ձեզ, բայց ինչ է կարծում, ինչու այդ մարդը այդքան գոհնակությամբ արտահայտվեց ձեր ծառայության մասին։ Տեղի ունեցել ամուսնալուծություն, բայց մարդ ինչ որտեղ շատ գոհ է։ Ինչով է տարբերվում, ինչով եք առանձնանում դուք։ Նայեք, բանը կայանում է նրանում, այո, մենք գործ ունենք ամուսնալուծության հետ, որը որ ի սկզբանե տհաճ երևույթ է, բայց դա կյանքի մի մասն է, որ պետք է հաշվի նստել դրա հետ։ Դա մի իրավիճակ է, որտեղ երկու կողմերն էլ ապրում են շատ մեծ ստրես, մեծ ապրումներ ու բոլորի մոտ դա շատ յուրահատուկ է, յուրահատուկ ոչ նման մյուսներին։ Այդ ժամանակ պետք են մարդիկ, ովքեր լինեն միջնորդ եւ հնարավորինս արագ ու մասնագիտացված ձևակերպեն այդ գործընթացը, որով որ մենք զբաղվում ենք։ Մենք հաշված օրերի ընթացքում կազմակերպում ենք այդ գործընթացը։ Որքան է տևում գործընթացը։ Այդ արագությունը սովորաբար ուզում եմ հասկանալ, արագ ասելով ինչ ենք հասկանում։ Մենք սովորաբար մարդկանց ասում ենք 2-3 օր, բայց մեր ռեկորդը եղել է 22 րոպե։ Այսինքն, ինչ է։ Ներողություն, ուզում եմ հասկանալ, 22 րոպեում տեղի ունեցել դատարանի միջոցով բաժանում։ Այո, բացատրում եմ։ Ուրեմն, նախ երբ որ մարդիկ կապնվում են մեզ հետ, մենք հարցնում ենք ինչ իրավիճակ է։ Անպայման գլխավոր գործոններից մեկը, որ երկու կողմերը արդեն համաձայնության եկած լինեն։ Դրանից հետո մենք ուղարկում ենք ցանկը, փաստաթղթերի ցանկը, ինչը մեզ պետք տրամադրել։ Դրանից հետո մենք կազմում ենք кейսը, ուղարկում ենք նրանց որպես էլեկտրոնիկ ստորագրության։ Ստորագրելուց հետո մենք տալիս ենք դատարան։ Այդ դատարան տալուց հետո մենք սկսում ենք մեր հաշվարկը։ Այսինքն գործը դատարան ուղարկելուց հետո 22 րոպե հետո դատավորը ստորագրել է գործը եւ ամուսնալուծել։ Իսկ ամենաերկարը ինչքան է տևել։ Ամենաերկարը տևել է մի շաբաթ։ 7 օր։ Այսինքն ընկել ենք այն դատավորի մոտ, որը որ մի քիչ զբաղված է եղել, գործը մի քիչ ավելի երկար է։ Դա այստեղի Կալիֆոռնիայի կանոնն է, այդպես կանոնակարգի մեջ չի մտնում, չէ՞, օրենքը այդպես ինչ է։ Կալիֆոռնիայի կանոնակարգում մեր իմանալով տևում է 6 ամիս, մեզ մոտ Նևադայում տևում է 2-ից 3 օր։ Դա կապ ունի, որ ապրում ես Կալիֆոռնիայում, բայց կարող ես բաժանվել, ասենք, ամուսնալուծվել Նևադայում։ Ոչ, եթե դուք ուզում եք ամուսնալուծվեք Լաս Վեգասով, Նևադայով, պետք է մինիմում 6 շաբաթ ապրեք Լաս Վեգասում։ Ես միշտ տեղեկացել եմ, որ մարդիկ շքեղությամբ հարսանիքները անում են Լաս Վեգասում, որտեղ տպավորիչ ավելի դառնում, վարույթես, որ նույն շքեղությամբ, նույն արագությամբ նաև ամուսնալուծություններն են տեղի ունենում Լաս Վեգասում։ Մեզ մոտ Նևադայում օրենքները ավելի լիբերալ են, ավելի թեթև, քան Կալիֆոռնիայում։ Այո։ Եվս մի վիճակագրական տվյալների հետ ուզում եմ համեմատել, Հայաստանում հիմնական հայցվորը բաժանության ամուսնալուծության հիմնական հայցվորը լինում է կինը։
Տղամարդը մոտարապես 10%-ն է կազմում։ Շատ դեպքերում տղամարդիկ փորձում են գտնել ինչ-որ ելքեր, որ կարողանան այդ ամուսնալուծությունը տեղի չունենա, բայց կանայք, ինչպես ասում են, ավելի համառ են գտնվում։ Այս պարագայում դուք հանդիպում եք այդ համառություններին, թե արդեն մարդիկ վերջնական որոշման են գալիս եւ նոր դիմում են ձեզ։ Ստանում ենք բազմաթիվ հեռախոսազանգեր, տարբեր պատմություններով։ Մեր գործի իմաստը նա է, որ երկու կողմերը նստեն սեղանի շուրջ, գան համաձայնության։ Թե ով է առաջինը զանգում, ես ձեզ ասեմ, համ զանգում են տղամարդիկ, համ զանգում են կանայք, համ զանգում են երիտասարդները եւ տարիքով մարդիկ։ Տարբեր են բոլորի սիտուացիաները։ Տեսեք, եւս մի տվյալ եմ ուզում վերել, 4 տարում 2020 թվականից մինչև 24 թվականը Dataalex համակարգում, դատական այդ համակարգն է, մուտքագրվել է 4285 դատական գործ ամուսնալուծության, ալիմենտների, բռնագանձման հետ կապված։ Դուք նշեցիք, որ դա Հայաստանի տվյալներով դուրս է գալիս տարին այնքան, որքան ձեր մոտ 1 ամսում է, 1 տարում է լինում, այո։ Մեզ մոտ 1 տարում մոտավորապես 1000 ամուսնալուծություն մեր գրասենյակով անցնում։ Եթե երիտասարդները ինչ որտեղ մի փոքր կարող է չհասկանալով, շտապելով են քայլ կատարում, հետո տեսնում ես 1 ամիս հետո, 2 ամիս հետո, 10 օր հետո նույնիսկ ամուսնալուծություն է տեղի ունենում։ Մեծահասակների մոտ ավելի ավագ սերնդի մարդկանց մոտ երկար տարիներ ապրելով 20-30 տարի ապրելուց հետո նոր հասկանում են, որ համատեղ կյանքը դժվար է կամ անհամատեղելի է։ Վարդան ջան, չի ասի, դա ավելի շուտ կասեի, որ պատմություններն ու սիտուացիաները բոլորի մոտ տարբեր է ու հոմանիշներ անել, թե երիտասարդների մոտ ու տարիքով մարդկանց մոտ ինչպես է կատարվում, մի քիչ այս պարագայում ճիշտ չի։ Բոլորի մոտ տարբեր է։ Չեք հանդիպի նույնատիպ պատմություններ։ Երիտասարդները շտապում են։ Երիտասարդների ամուսնալուծությունը ավելի շատ գալիս է շտապողականությունից։ Առանց ծանոթ թեթևանելու ամուսնանում են, հետո գտնում, որ չէ, իրենք շտապեցին, դրա համար ամուսնալուծվում են։ Տարիքով մարդկանց մոտ սիտուացիաները տարբեր են, կա գույքի հետ կապված խնդիրներ, կա երեխաների հետ կապված խնդիրներ, կա աշխատանքի հետ եւ կենցաղի հետ կապված շատ խնդիրներ։ Ինչքան կենցաղը դժվարանում է, ինչքան կենցաղը վատանում է, այնքան ամուսնությունների տիվը ավելի շատանում է։ Սերժ, իսկ եղել է դեպք, երբ որ ամուսնալուծությունը գրանցվել է, բայց հետո դուք իմացել եք, որ տարիներ անց այդ ամուսինները նորից էլի փորձել են միանալ ու նորից զաքսավորվել։ Ցավոք չունենք տենց օրինակներ։ Ցավոք չունենք տենց օրինակներ։ Եվ կարծում եմ մի թեմա էլ կա, որ բոլորին երևի դիտողներ հայաստանցիներ շատ կան հիմա։ Ամուսինը գտնում է այստեղ կամ կինը գտնում է այստեղ, մեկը Միացյալ Նահանգներում, մյուսը Հայաստանում։ Դուք կարողանում եք այս տարածությունը հաշվի չառնելով բաժանումը գրանցել, օրինականացնել։ Շնորհակալություն հարցի համար, իրոք շատ լավ հարց է։ Շատ լավ հարց է ու այսօր շատ արդիական, քանի որ տեխնոլոգիաների զարգացման հետ միասին մեզ նոտարներից տրվել է հնարավորություն տարածության մեջ on-line նոտարով հաստատել փաստաթղթերը։ Այո, երբ որ ամուսիններից մեկը գտնվում է այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մյուսը երկրորդ ամուսինը գտնվում է ցանկացած երկրում, կապ չունի որտեղ, եւ ինքը կարող է էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ եւ էլեկտրոնային փոստով ինքը ստորագրել փաստաթղթերը, այո, մենք կարողանում ենք ամուսնալուծել այդպիսի զույգերին եւ նորից ժամկետը 2-ից 3 օր է։ Իսկ եթե երկուսով այստեղ են գտնվում, բայց նրանց գրանցումը Երևանում է, ու ես օրինակ այն ժամանակ տեղեկացել եմ, որ եթե պիտի բաժանում լինի, ապա պիտի գնան անպայման Հայաստան, Հայաստանում այնտեղ ԶԱԳՍ-ում այդ բաժանության հարցերը լուծեն, հետո նոր կարողանան
Ոչ, դա ճիշտ ինֆորմացիա չէ, մարդիկ կարող Այսինքն են տեղեկացված չեն իրան։ Այո, որը որ ոչ մի վատ բան դրա մեջ չկա, պարզապես մարդիկ տեղեկացված չեն, դուք իրավացի եք։ Բանը նրանում է, որ եթե մարդը օրինական գրանցված է, ամուսնացած է, ցանկացած երկրում, կապ չունի որտեղ, ինքը օրենքով պետք է ամուսնալուծվի, եթե ուզում են ամուսնալուծվել, իրեն ապրելու վայրում։ Այսինքն, կապ չունի դուք որտեղ եք ամուսնացել, կապ չունի դուք երբ եք ամուսնացել, որ երկրում, դաժե ԽՍՀՄ-ում, որը որ գոյություն չունի, ամուսնության փաստը դա իրավական փաստաթուղթ է։ Ու անպայման պետք է ամուսնալուծվել, որ ամուսնությունը համարվի չեղյալ։ Կասեք ձեր ընտանիքի մասին։ Շատ հետաքրքիր հարց, ունեմ շատ լավ ընտանիք, ունեմ 7 երեխա։ Ինչքա։ 7, այո։ Ունեմ 3 տղա, 4 աղջիկ, ունեմ լավ կին, Լիլիթը, որը որ աշխատում է ինձ հետ ու շատ օգնում։ Առանց իրեն օգնությամբ ես չէի պատկերացնում, թե ես կամ իմ գրասենյակը ինչպես կաշխատեր։ Ինձ թվում է Լիլիթը հիմա մեզ դիտում է։ Բրավո Լիլիթ ջան, բրավո, որ կարողացել ես այս հերոսանալ ընտանիքում, դու հերոս մարդ ես, որ կարողանում ես նաև մեր ընկերոջը Սերժ Արմանիին այսպիսի հնարավորություն տալ, որ ասում են ուրիշի անհաջողությունով դուք հաջողություն եք ձեռք բերում։ Փլուզվում է ընտանիք, բայց դուք մեդալ եք ստանում դրա համար։ Վարդան ջան, ես մի քիչ այլ կերպ եմ նայում այս հարցին։ Ինչու ենք մենք նայում որպես ընտանիքի փլուզում, այլ չենք նայում ուրիշ անկյունից, որ մենք միշտ նեգատիվն ենք մենք նեգատիվն ենք նայում, բայց ինչի չենք նայում այն պարագան, որ այդ նեգատիվի մեջ ոչ մի լավ բան սпасել հնարավոր չի։ Նույն երեխաները նեգատիվի մեջ շարունակելով ապրելով, նրանք լավ մարդ չեն կարող մեծանալ։ Դրա համար ինձ թվում է ամուսնալուծությունը դա այո մի քիչ մուկ էջ է մեր կյանքի համար, իհարկե պետք է ամեն գնով ընտանիքը պահել, պահպանել, բայց ամուսնալուծությունը դա անբաժանելի մասն է մեր կյանքում։ Ամուսնալուծությունը դա նորից տալիս է հնարավորություն, որ երկու մարդ նորից իրենց մեջ ուժ գտնեն, շարունակեն իրենց կյանքը, նաև սկսեն նոր ընտանիք, որտեղ սերն ու հարգանքը կլինի առաջի տեղում։ Այս 25 տարիների ընթացքում բնականաբար դեպքեր են եղել, որոնք ամենատպավորիչն են եղել ու միջև օրս երևի այն առաջի գործը կարող է հիշեք, որովհետև տպավորվել է։ Նման բացառիկ սցենարով, այսպես ասեմ, սկսված ու ավարտված գործ կարող եք ներկայացնել, որ ասենք հեռուստադիտողին առաջի գործերից իհարկե, երբ սկսեցինք զբաղվել փաստաթղթերի գործով, առաջի գործերը, ասենք նույն գործի համար երևի մի 15 անգամ գնացելու հետ եմ եկել դատարան։ Այսօրվա վիճակում այդ բոլոր հարցերը շատ ավելի հեշտ են, քանի որ 99%-ը գործի on-line է։ Մենք հնարավորություն ունենք գործերը մուտք անելու դատարան on-line, դատավորները on-line են գործերը նայում, ստորագրում, ամեն ինչը շատ ավելի հեշտացել է։ Այո, 25 տարի առաջ ամեն թղթի համար, ամեն ստորագրության համար գնում էինք դատարան, գալիս էինք։ Օրը քանի գործ եք կատարում, օրը քանի ամուսնալուծություն եք գրանցում։ Այսօրվա վիճակում դա տխուր է, բայց այսօրվա վիճակում մոտ 2 գործ մինիմում ունենում ենք։ Այն գործ, այն աշխատանք, այն բիզնեսը, որը նաև դատական համակարգի հետ է կապված, պիտի նաև կարծում եմ մեծ վստահություն ունենաք ձեր աշխատանքով, ձեր կատարած գործով, որտեղ դատավորները պիտի հասկանան, որ իրականում ճիշտ մաքուր գործունեություն եք ծավալում, խարդախություններ չկան եւ վստահում են ձեզ, որ 22 րոպեում կարողանում են բաժանությունը ամրագրել, այսպես ասեմ։ Ինչով եք բացատրում ձեր արդյունավետության, ձեր հաջողության բանաձևը որն է։ Տարիների ընթացքում ձեռք ենք բերել անուն։ Տարիների ընթացքում ձեռք ենք բերել աշխատանքի փորձ։ Տարիների ընթացքում ձեռք ենք բերել տարբերել ճիշտը սխալից, արդարը անարդարից։
ու դրա հետ մեկտեղ աշխատանքի ընթացքում իհարկե դատավորներն էլ գիտեն, ասենք, որտեղից են գալիս գործերը, քանի որ երբ որ մենք ուղարկում ենք դատարան, մենք ունենք մեր կայքերը, որի միջոցով ուղարկում ենք գործերը, տեսնում են որտեղից են գալիս։ Ու արդեն մեր արած գործը դատավորները գիտեն, դատական համակարգը գիտի ու ըստ դրա էլ մենք գնահատվում ենք մեր աշխատանքի կարճ ժամկետով։ Դուք հաճախ եք գալիս Կալիֆոռնիա։ Հիմա հաճախ են գալիս։ Հիմա շատ հաճախ են գալիս, ստացվում է, եթե ամեն շաբաթ չէ, ամեն երկու շաբաթը մեկ, այո, մենք այստեղ ենք։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Կալիֆոռնիայում բաժանությունների, ամուսնալուծությունների թիվը ավելի են շատացել։ Ավելի շատ կարիքն է շատացել, այո։ Չեք փորձում, որ ասում եմ դեմն առնել, այսպես հայկական մի խոսք է, փորձեք դառնալ միջնորդ, որպեսզի մտածելով, որ գուցե պահին սխալվել են, ընտանիքը սխալվել է, չի հասկացել վերջին այդպես հույսը դառնաք դուք այդ ընտանիքում։ Բոլոր զանգերի առաջի մասը կայանում է հարցազրույցի Լավ եք մտածել, հա։ Հարցազրույցի սկիզբը նա է, որ եթե երկու կողմերը համաձայն են ու եթե ձեր որոշումը դա վերջնական է։ Մեր кейսերի 90%-ը դա երկկողմանի համաձայնեցված кейսերն են։ Այսինքն, եթե մարդիկ ունեն վիճողական հարցեր, մենք նրանց օգնում ենք գալ ընդհանուր հայտարարի։ Մենք նրանց օգնում ենք լինելու միջնորդ, եթե կարելի է չանել, չբաժանվել, այլ չբաժանվել։ Եթե մարդիկ հաստատակամ են եւ արդեն որոշել են, որ պետք է բաժանվել, կներեք, եթե մենք չլինենք, կլինեն ուրիշները։ Եվ երկու կողմից ստանում եք շնորհակալություն։ Երկու կողմից շնորհակալությունը դա մի տեսակ վերացական հասկացողություն է մեր գործի համար, մենք ստանում ենք գոհունակություն։ Շնորհակալությունը արդեն իրենց կյանքը պետք է դասավորեն ամուսնալուծությունից հետո։ Այնքան արագ անցավ ժամանակը, ինձ արդեն հուշում եմ, որ պետք է ավարտենք, բայց ուզում եմ մի այսպես ամփոփիչ մի հարց տալ ձեզ։ Նախ Լիլիթ Արշև պայման դրել ես, չէ՞ երևի, եթե 11 երեխա մենք չունեցանք, ուրեմն ես ամուսնալուծվելու եմ։ Չէ, Վաթան ջան, 11 ոչ, մենք արդեն պատրաստ ենք թորնիկների, նենց որ եթե թորնիկներով հաշվենք, սիրով։ Բայց երեխաները, մեր երեխաները արդեն մեծ են, արդեն իրենց ճանապարհներով են, մենք ավելի կենտրոնացված ենք մեր համար ապրելով արդեն, ունենք փոքրիկ շունիկ, մենք արդեն ուզում ենք ավելի շատ ժամանակ տրամադրել մեզ։ 8-րդը շունիկն է։ 8-րդը շունիկն է։ Սերժ ջան, շնորհակալ եմ։ Կարծում եմ թեման ճիշտ է, ինձ համար թերևս անսովոր էր շատ, որովհետև միշտ ես անպայման վերջում մեդալի պատմությանն եմ անդրադառնում, բայց եթե փորձենք այսպես ամփոփել աշխատանքային գործունեության այս տարիները, լավ գործի համար նաև այս բնագավառում կարող են մարդիկ մրցանակներ ստանալ մեդալների տեսքով, հավաստագրերի տեսքով։ Ինչ է կարծում ձեր աշխատանքում այդ հաջողությունը ինչով է պայմանավորված, ինչով է ներկայացվում խոսքով միայն թե դուք դրանով բավարարված եք զգում ձեր աշխատանքից։ Մենք բավարարված ենք զգում մեր աշխատանքից, քանի որ մենք պիտանի ենք մեր համայնքին։ Մենք պիտանի ենք մեր համայնքին, մենք օգնում ենք մարդկանց, օգնում ենք ոչ միայն ուրախ ժամանակ, մենք օգնում ենք այն դժվարին րոպեներին, որտեղ պետք է ճիշտ օգնել մարդկանց, ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, մենք խոսում ենք փաստաթղթերի մասին, մենք խոսում ենք այն իրավիճակների մասին, երբ որ մարդը օգնության կարիք ունի։ Ու այդտեղ գալիս ենք մենք, որ անում ենք մեր աշխատանքը բարեխիղճ եւ մարդիկ մեզանից գոհ են մնում։ Շնորհակալ եմ շատ, սիրելի բարեկամներ, դուք հաղորդման ընթացքում նաև էկրանին տեսակ հեռախոսի համար կարող եք զանգարել ցանկացած ժամանակ, որքան զանգերը քիչ լինեն, իհարկե այսպես ասեմ, որքան բաժանությունները քիչ լինեն, որքան մեր ընտանիքները ամուր ու կայուն լինեն, այնքան մենք կշահենք, բայց
կյանքը այդպեսին է լինում են նաև այնպես որ եթե հասել է դանակը ոսկորեն, ուրեմն պետք է դիմել ճիշտ մարդու, ճիշտ պատասխան, ճիշտ գործ կատարողի, որ եւ ավելորդ քաշքշուկներից ազատվեք եւ մնացած տարբեր տեսակի այսպես հարց ու պատասխաններից։ Այսօր ես տաղավարում հյուրընկալեցի Vegas Document and Notar ընկերության կամ ինչպես հայերեն ասում են նոտարական փաստաթղթերի գրասենյակի տնօրեն Սերժ Արմանեին, խոսեցինք թեման ամուսնալուծությունն էր, բայց կարծում եմ ամեն ինչ լավ կլինի, երբ որ մենք լինենք ամուր եւ ուժեղ ինչպես մեր երկրի, ինչպես մեր հոգով, այնպես էլ նաեւ մեր ընտանիքով։ Այսքանը կհանդիպենք հաջորդ շաբաթ տեսություն։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։